Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում լույս առավոտին է, շնորհակալ ենք, որ ձեր օրը սկսել եք մեզ հետ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր որ հենց այս պահին միացան մեզ, իրականում շատ ճիշտ ժամանակին եք միացել, որովհետև խոսելու ենք եւս մի կարևոր շատ թեմայի շուրջ, նախորդը խոսեցինք նիհարելը, ինչպես նիհարել հաբեր, առողջ սնունդ, մարզասրահ, բգի վրա կարողանալ ամենակարևորը եւ հաջորդ կարևոր թեման մաշկ հրաշք, եթե մաշկին վերաբերում եք շատ վատ, կունենաք շատ վատ մաշկ եւ չեք կարող հիանալ եւ հիացնել բոլորին ձեր գեղեցիկ, ֆանտաստիկ մաշկով։ Ինչ անել այդ դեպքում, որովհետեւ գարուն, աշուն, ամառ, ձմեռ իր խնդիրներն է բերում եւ մաշկին պետք է շատ ուշադիր լինել։ Եւ իհարկե մենք մաշկի մասին խոսենք ոչ թե պատահական հարևանուհու հետ, այլ խոսենք պրոֆեսիոնալ հետ, մասնագետի հետ, իսկ մեր հյուրն է մաշկաբան, կոսմետոլոգ Հասմիկ Վարժապետյանը։ Բարև Լույս առավոտի։ Ամսաբոլ կսպասենք էի կրասավիցը։ Ինչպես եք։ Շատ լավ, դուք ոնց եք։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Այո, ճիշտ ենք մենք, որ աշուն, գարուն, ամառ, ձմեռ իր մոտեցումն ունի մաշկի հանդեպ։ Այսինքն կանանց դեպքում ես հասկանում եմ կան պրոֆիլակտիկ հիմնական բաներ, որ մշտապես արվում են, կապ չունի գարուն է, ամառը, ձմեռը թե երբ, բայց կա ինչ-որ process, մեխանիզմներ, որ տարբերվում է աշունը այլ կերպ, ձմեռը այլ կերպ։ Եղանակը բերում է փոփոխություն։ Իհարկե, այդտենց է, այդպես է։ Հիմա մենք գարնան շուրջ է, արդեն գարուն է, դրա համար մի քիչ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք մեր մաշկին, խոնավացնենք, որտեվ մաշկը ձմեռը ստրեսի էր ենթարկվում, որովհետև Ներողություն, սա վերաբերում է եւ տղամարդկանց եւ կանանց։ Անպայման, հա։ Որովհետեւ կար սեզոն, որտեղ մենք ջերուցում էինք անում եւ մինուս եղանակը մինուս էր, ցուրտ էր, հա, մороз, այդպիսի մաշկը ստրեսի մեջ էր։ Հիմա մենք պետքա այդ շրջանը, որ մենք պետքա վերականգնացնենք մաշկի բարիերը։ Առհասարակ SPF ես գիտեմ, որ պետք է օգտագործել տարվա բոլոր եղանակներին, կապ չունի ամառ է, ձմեռ է եւ այլն եւ արևապաշտպան, այն պաշտպանում է արևի ճառագայթներից եւ կարծում եմ թե տղամարդիկ եւ թե կանայք պետք է քսեն։ Խոսենք SPF-ի կարեւորության մասին առհասարակ։ Ինչպես բոլոր մաշկաբանները ասում են, որ SPF-ը մենք կան քսուկների տարբերակ, կան ֆլուիդների տարբերակ, պետք է օգտագործենք ամեն տարին 12 ամիս, այսինքն պետք է օգտագործենք։ Այո։ Մենք կարանք նայենք, ոնց կարանք հեշտացնենք մարդկանց, ոնց իրանք կարան նայեն, պետք է քսել, թե պետք չի քսել։ Եթե ուլտրաֆիոլետի ինդեքսը 1-ը եւ 2-ը, դան կարանք նայենք յուրաքանչյուր հեռախոսների մեջ, պագոդայի մեջ այդտեղ գրված է, այդ թվերը կա։ Եթե 1 կա ու 2-ը, կարանք չօգտագործենք։ Եթե 2-ից ավել է, 3, 4, 5, 6, անպայման պետք է քսվի։ Կանայց մենք խորհուրդ ենք տալիս, եթե իրանք օգտագործում են դեկորատիվ կոսմետիկա, տոներ, անպայման դա անեն տոնի տակ։ Արևապաշտպանը խորհուրդ ենք տալի քսել տանից դուրս գալուց գոնե մի 15-20 րոպե առաջ։ Ու կապ չունի ամառը, ձմեռը։ Կապ չունի, պետք է անպայման քսենք։ Շատ ժամանակ մարդիկ, ով որ գնում են, սիրում են գնալ սարեր, դա ավելի շատ է վերաբերվում, որտեղ այնտեղի եղանակը շատ տարբերվող է, այնտեղի արևը ավելի ուժեղ է, քան թե մենք ավելի բարձր ենք գտնվում, ոնց ասած, նад уровня մորя։ Դրա համար պետք է անպայման թարմացնենք։ Եթե ուլտրաֆիոլետի ինդեքսը 2-ից ավել է, այսինքն դաժե կարանք ասենք 5-6-ը, անպայման մի ժամը մեկ մենք պետք է իրան թարմացնենք։ Եվ երբ որ մենք գտնվում ենք ծովի ափին, մտնում ենք ծով, դուրս են գալի, որոշ մաս արևապաշտպանի արդեն բանանում, մաքրվում է, դրա համար պետք է անպայման այդ ժամանակ էլ թարմացնենք։ Իսկ կան պրոցեդուրաներ, որ պետք է հենց այս եղանակին անել։
Ասում ենք հարցը վերաբերվում է կոսմետոլոգիայի պահով, թե օրինակ ինչ-որ պիլինգներ կամ եւ այլն։ Եթե պիլինգներ ենք մենք անում ու իրանք խորը պիլինգներ չեն, կարանք անենք ամառնել կարանք անենք, բայց անպայման արևը պաշտպանով։ Եթե դա խորը պիլինգներն է, իհարկե չի կարելի։ Ու լազերային պրոցեդուրաներն էլ ուզում ենք նենց անենք, որ արևը չընկնի մաշկի վրա։ Իսկ որոնքին են լուսավոր պրոցեդուրա է դա հատուկ, շերտազատող մաշկը եւ կասեք որպես կոսմետոլոգ top 3 կարևոր պրոցեդուրաները գարնանը, որ կանայք եւ աղջիկները պետք է անեն։ Դե առաջինը էդի տան խնամքն է, որը որ անպայման պետքա մենակ աղջիկները չէ, բայց տղամարդիկ էլ ունենան։ Չեն անելու մեկը։ Ես հույսով եմ, որ անում են։ Եթե ասենք top 3-ի, էդի բիոուտիլիզացիաները, ես դա շատ եմ սիրում, խորտալ, вообще ընդհանրապես մաշկաբանները սիրում եմ, PRP թերապիան, երրորդն էլ Մորֆիոզ երևի։ Դե քանի արևը հələ դեռ ուժեղ չի, կարելի է եւ մորֆիոզ, բայց հենց արևը ուժեղանա, խոր չենք տալիս հիմնականը։ Ես վստահ եմ, որ մեր հեռուստատողների մեջ եթե կան տղամարդիկ, այն կանաչ մարդուկին իրենց տանը տեսել են, երբ որ վարունգներով, սենց, ինչ-որ սենց կանաչ դեմքով ման է գալիս կինը, սիրելիդ։ Ժամանակին մարդիկ այդքան երբ որ չունեին հնարավորություններ, հա, այսինքն կոսմետոլոգին դիմելու, նախ կոսմետոլոգները այդքան շատ չէին։ Ես շատ հին մարդ եմ, շատ եմ հետ գնում, հասկանում ես։ Արհեստականորեն մեծացում։ Չկար կոսմետիկա, մարդիկ դիմում էին ամենաբնական, այսպես ասած, ստատական, պապական մեթոդներին։ Այդ ամենը պահպանվում է զուգահեռ այս զարգացվածության հետ մեկտեղ։ Դուք ունեք բաղադրատոմսեր մեթոդներ, որ դուք էլ անկախ ամեն ինչից դա անում եք, չնայած լինելով մասնագետ ու ունենալով հնարավորություն տարբեր կոսմետիկայի ու կրեմների։ Եթե անկեղծ ոչ։ Հա, իսկ այդ վարունգները չէ, բայց կան դիմակներ, հատուկ մասկաներ, որը որ կարելի է տան խնամքի պայմաններում անպայման անել։ Շաբաթը 1 անգամ, 2 անգամ, այդ նորմալ է։ Բայց կարծում եմ պետք է այդ առումով էլ շատ զգույշ լինել, որովհետև հնարավոր է դու տվյալ պրոդուկտի հետ կապված ունես ալերգիկ ինչ-որ ռեակցիա եւ, չգիտեմ, օրինակ ձվի դեղնուցը կամ ինչ-որ մի բան, լիմոնը քսում ես դեմքիդ կամ մեղրը եւ կարող է այսպես բլիթ, իհարկե կարծում եմ դու ունես փորձ։ Հա, ճիշտ է։ Եվ կարծում եմ այդ առումով էլ պետք է զգույշ լինել ամեն դեպքում եւ ինչ-որ մի բան, երբ որ քսում եք ձեր դեմքին, ամեն դեպքում կարդացեք, հասկացեք ունեք ալերգիկ ռեակցիաներ չունեք, նոր արեք։ Բայց վարունգը ամենաանվնաս հանգիստ այդ ժամանակ մենք խորհուրդ ենք տալիս, սկզբից փորձենք յուրաքանչյուր քսուկ, չգիտեմ, կոսմետիկա ձեռքի վրա, հետո նոր քսել դեմքին ու անպայման ստուգել ժամկետը, որտեղ շատ ժամանակ բուժառուները մոռանում են, սովորական մարդիկ մոռանում են նայել ժամկետը։ Երբ որ ինքը անցնում է, լրիվ ֆորմուլան փոխվում է, ու դա կարա ունենա վատ հետևանքներ։ Ինչպես որ մենք քիչ առաջ խոսում էինք դիետաների մասին, ես ինչպես հասկանում եմ, նաև այս դեպքում էլ է, հա, շատ կարևոր, եթե օրինակը Անահիտը կամ ինչ-որ մեկը օրինակ այս մասկաներն է անում եւ իր համար ամեն ինչ օքեյ, իր մաշկի համար շատ լավ է հարմար է, մյուսի համար կարող է դիսկոմֆորտ լինել եւ ալերգիա լինել եւ մաշկի տիպեր։ Հա, այսինքն միևնույնն է պարտադիր է մասնագետի հետ շփվելը, խոսելը, եթե համացանցում տարածված աղջիկներ այս մասկան արեք, դուք չեք պատկերացնի 50 տարեկանի դարակ 20 տարեկան այս մասկայի շնորհիվ։ Դա բոլորին համար չի, չէ՞, օքեյ։ Չէ, իհարկե դուք ճիշտ եք, որովհետև յուրաքանչյուր մոտեցում պետք է լինի ինդիվիդուալ։ Կա տարբեր մաշկի թիպեր ու կան ցավոք սրտի լիքը մաշկային հիվանդություններ ու դրա համար մենք պետք է ընտրենք, որը ում համար 4 յուղոտ կոմբինացված եւ նորմալ մաշկ։ Այո։ Այս ամեն ինչը ինչ որ դուք խոսացիք նաև վերաբերում էր տղամարդկանց, այդ պիլինգ, խոր պիլինգ, չգիտեմ։ Այո։ Հա, տղամարդկանց էլ է վերաբերում։ Դեմքի խորը մակրում չիստկա ասված է, տղամարդիկ եւս պետք է գնան անեն այդ դեմքի պրոցեդուրան։ Շատ բարդ աշխարհ է իրականում։ Բայց օրինակ հիմնականում, հա, 21-րդ դարը տղամարդիկ սկսել են ել ավելի շատ դիմել
մասնագետներին, բոլոր մասնագետներին, հիմա չեմ առանց։ Եվ հիմական շատ ավելի խնամված տղամարդիկ է, անկեղծ։ Նայում ես, որ Այո։ այնքան խնամված է, որ Չափից դուրս։ ինչպես լավ, հիմնականում հա տղամարդիկ որ գալիս են դիմում են որն է ակտուալ հիմա տղամարդկանց համար ու ինչը վերաբերում է մաշկի խնամքին էլի հենց խնամքի թե կոսմետոլոգիայի պահով խնամք կոսմետոլոգիա ինչի խնամքին է հիմնականը իրանք այսպես ասած բողոքում են չորության պահով եւ կնճռների պահով так что мужчины тоже любят делать ботол токсин Մաշինը տղամարդիկ այդպեսին են հա իսկ կան տղամարդիկ ով ցավոք սրտի եւ ֆիզիկապես օրինակ չեն հասցնում դիմել մասնագետների բայց խնդիր ունեն մաշկի հետ տան պայմաններում ինչ խորհուրդ կտաք տղամարդկանց ինչպես որ նշեցիք չէ ձմեռվանից հետո գարուն այդ մաշկի հետ ինչ տան պայմաններում ինչ կարելի է անել որ թեթևացնենք մեր մաշկ հրաշքը առաջինը ամեն մարդ յուրաքանչյուր տղամարդ պետք է ունենա հատուկ գել, որը որ լվացում է դեմքը, որտեղ բոլորը մոռանում են, որ դեմքը պետք է լվացնել։ Տղամարդիկ ունեն ընդհանրապես մեկ այո, պրիվատնում մեկ շիշա, որը որ եւ օճառ է։ Ամեն բան դրանով արվում եւ կանայք, որ 65 տեսակի։ Իսկ այդ գելը ինչպես է պետք ընտրել, տենց ոչ ինչ։ Գելը պետք է ընտրել մաշկի որակի, հա, այո։ Կարևորը նայել pH-ին, առաջինը, որը որ պետք է լինի նեյտրալ, եթե մաշկը չոր է, իհարկե։ Եթե մաշկը արդեն կոմբինացված է յուղոտ է, արդեն մի քիչ ուրիշ տեսակի գելեր պետք է ընտրենք։ Իհարկե կա տարբեր տեսակներ։ Կա գելեր, մուսեր, պենկաներ, մալաչկոներ, լրիվ ինդիվիդուալ է։ Այդ առաջի էտապն է, որը որ որ ասում են ամեն ասու օր պետք է լվացվել։ Մենք խորհուրդ ենք տալի դա անել հիմնականը երեկոյան։ Գոնե մի հատ քսուկ, որը որ խոնավացնող լինում է, էդի պարտադիր է տղամարդիկ ունենան։ Գոնե այդ երկու պրոդուկտը։ Մեր հայ տղամարդիկ հազիվ ծանր աշխատանքից հետո մտնում են տոնասում են լվացվում։ Վիկտոր հազդիր ուտենք ու գնում քնում են լուր մնաց պենկա կամ ինչ-որ լացիում հայլու առաջ կանում տղաներ այսօր պենկա եք կարել միացնեն ահա խնդրում տեսեք պենկան դե նայեք խենք մենք ասում որ պետքա լվացվել չէ գոնե լվացվել գոնե լվացվել որտեվ սաղը ապրում ենք մեգապոլիսում քաղաքում որը որ փոշի կա լիքը ագրեսիվ ֆակտորներ կա դրա համար այդ փոշին ոչ մի ձևով ագրեսիվ ֆակտոր Բայց գիտես որ եթե օրինակ նյարդային անում ես կամ լավ չես քնում մաշկիդ վրա դա միանգամից արտահայտվում է դա իմ գիտելիքներն են էլի հետո մենք միշտ ասում ենք որ մաշկը դա ամենամեծ օրգանն է ու ինքը ունի իր ֆունկցիաները այդպես ասած եթե ռուսերեն ասեմ выделительная ֆունկցիա ու գիշերը այդ ամեն ինչը կարտադրում է այն բաները որ արդեն իրան կոպիտ ասած պետք չի ու այդ ամեն ինչը առավոտյան էլ պետքա կամ օրինակ եթե օրգանիզմում կա ինչ-որ խնդիր հստակ աղիների հետ կապված կամ եւ այլն դեմքի տարբեր հատվածներում այսինքն ճակատ եւ այլն այտեր քո խնդրի մասին ցույց է տալիս այսինքն դեմքը չէ այսինքն դեմքը քո ուղեցույցն է այսպես ասած Տենց թեորիա կա, բայց որ ասենք, որ դա գիտության կողմից 100% հաստատված չէ, որտեղ տենց գլոբալ հետազոտություններ արված չի միջև այսօր, մի քիչ սպորային հարցեր, որ ասեցիք։ Այսինքն դեմքի այն հատվածները որտեղ որ դուրս է տալիս սիստեմատիկ առումով ի նկատի ունեմ այսինքն հստակ չեն կարող ասենք ցավոք սրտի եթե մենք նայում ենք լուրջ հետազոտությունների որը որ արվել են աշխարհով մեկ այտենց հստակ բան չկա Այդ ոչնի դուրս է տալիս այդ մեջ չարությունն է դուրս գալիս։ Մեր հյուրն էր մաշկաբան կոսմետոլոգ Հասմիկ Վարժապետյանը, շնորհակալ ենք շատ։ Սա այն թեմաներ եւս, որի մասին կարելի է շատ երկար խոսել ու անկախ ամենից սիրելի հեռուստահայտողներ։ Ձեր քույրիկի մաշկը ֆանտաստիկ մաշկ է, ձեր հարևանուհու, ձեր ընկերների ու դուք մտածում եք բոլոր այդ նույն մեթոդներով դուք կարող եք ձեզ գեղեցկացնել, միգուցե սխալվեք, որպեսզի չունենաք սխալ ու վատ հետևանքներ, բարդ հետևանքներ, միանշանակ պետք է դիմել պրոֆեսիոնալների, մասնագետների։ Լույս առավոտին այսքանով ավարտվեց Շնորհակալություն, որ օրը սկսեցիք մեզ հետ, վաղը տաղավարում կաշխատեն մեր գործընկերները։ Թերեզան եւ Կրիստինան, իսկ Անահիտ Հակոբյանը եւ Կարեն Մոլիտինը կլինեն հինգշաբթի օրը։ Մնացեք մեզ հետ։